Պարոն Ղազարյան, ճիշտ են տեղեկությունները, որ արգելք է դրվել ձեր ելույթների հարցերի վրա, եւ մենք տեսնում ենք, որ դուք ոչ ելույթ եք ունենում, ոչ հարց եք տալիս։ Ճիշտ չեն ձեր տեղեկությունները։ Ինչու հարց չեք հերթագրվում հարցերի եւ ելույթների ջր նախատեսված անմիջումից հետո։ Պարոն Ղազարյան, ինչ այս էլի հարցեր տալու հնարավորություն կար։ Պարոն Ղազարյանի տեխնացությունն ա եղել, մեր գործընկերն է, մեր մյուս գործընկերներն են խոսել, դրա համար չեմ գրանցվել, բացի այդ հավանաբար դուք տեղյակ եք, որ պայմանավորվածություն կա, որ խմբակցությունների ելույթների քանակի սահմանափակում կա, եւ պետք է նաեւ մեր խմբակցության մյուս պատգամավորներն էլ ելույթներից բոլոր տեխնացությունների շուրջ միայն ես չպիտի ելույթ ունենամ, մեր խմբակցությունը 20 պատգամավորից է։ Ես բոլոր ելույթների հիմնական կետերը այսպես թե այնպես քննարկում եմ մեր գործընկեր, այսինքն ես եթե նկատել եք իմ ելույթները բանավոր են, այսինքն ես տեքստ չունեմ, որ տեքստը համաձայնեցնում, բայց հիմնական թեզերը թե ինչի մասին պետք է խոսել, ես իմ գործընկերների, մասնավորապես պարոն Արեգ Կարապետյանի հետ սիրով աշխատանքային մթնոլորտում Պարոն Ղազարյան, ես ուզում եմ հապկից հարց տալ, հապկից դե Հայաստանի հարաբերությունները հապկի հետ արդեն վաղուց հայտնի են, Հայաստանի դիրքորոշումը կառավարության հայտնի է, ես այս վերջին շրջանում հատկապես վերջին մի քանի օրերին հատկապես հապկի տարբեր պաշտոնյաներ, այդ թվում անդամ երկրներից հայտարարություններ են հնչում, որ առաջիկա նիստին քննարկվելու է Հայաստանի ձայնի իրավունքի զրկելու հարցը, հաշվի առնելով, որ անդամավճարները նաև այս ընթացքում չեն կատարել որպես պարտավորություն, նաև ակնարկվում է Հայաստանին հետագան հեռացնելու մասին հապկից։ Հապկի հետ կապված ձեր քաղաքական ուժի դիրքորոշումը հայտնի էր նախընտրական փուլում, բայց այս բան որպես ընդդիմություն դուք ստեղծված իրավիճակը ինչպես եք գնահատում, արդյոք ռիսկային եք համարում Հայաստանին օրինակ հեռացնելու հեռանկարը եւ կարծում եք, որ Հայաստանը պետք է չնայած նրան, որ այդպես էլ հապկից չստացավ այն գնահատականները, որ ակնկալում էր հատկապես սեպտեմբերյան հարձակման փուլից հետո, չնայած այս իրավիճակին, դուք կարծում եք, որ Հայաստանը պետք է վերանայի իր մոտեցումները եւ օրինակ կատարի այն պարտավորությունները, որոնք ունի այդ կազմակերպության շրջանակում։ Հայաստանի իշխանությունները հապկի հետ հարաբերություններում ցուցաբերել են միշտ տարօրինակ եւ հակասական պահվածք եւ վարքագիծ, որը դրսևորվել է դեռևս այն պահին, երբ որ ձերբակալվեց Հայաստանում հապկի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։ Յուրի Խաչատուրովը հապկի բոլոր պետությունների ղեկավարների կողմից ընտրված պաշտոնյա էր եւ ուներ դիվանագիտական անձեռնմխելիություն հապկի ողջ տարածքում, այդ թվում Հայաստանի տարածքում։ Հետևաբար առանց այդ պետությունների ղեկավարների հետ որոշակի քննարկումների կամ համաձայնեցման Բելարուսի նախագահը հայտարարել էր, որ իրենց հետ Խաչատուրովի ձերբակալության հետ կապված որևէ հարց չի քննարկվել Հայաստանի իշխանությունների կողմից, դա արդեն իսկ ծանր հարված էր հապկի հեղինակությանը եւ Հայաստանի այդ կազմակերպության դիրքավորմանը։ Դրանից հետո, երբ որ Խաչատուրովը պաշտոնանկ արվեց, այսինքն Հայաստանը հետ կանչեց, եթե հիշում եք, հապկում կար պայմանավորվածություն, որ այբենական կարգով գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է փոխանցվի հաջորդ երկրին։ Այդ հաջորդ երկիրն էր Բելարուսը։ Բելարուսը առաջադրել էր Ստանիսլավ Զասի տեխնատությունը եւ Հայաստանը շուրջ մոտ 8 ամիս արգելափակեց Ստանիսլավ Զասի ընտրվելը հապկում։ Հապկը մի կազմակերպություն է, որտեղ բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով, այսինքն մի երկիր եթե որոշմանը կայացմանը խափանում, այդ որոշումը չի կայացվում։ Այսինքն Հայաստանի պատճառով կազմակերպությունը տևական ժամանակ զրկված է եղել լիարժեք արդյունավետ կառավարման հնարավորությունից։ Հետո այդ նույն Ստանիսլավ Զասին Փաշինյանը ոչ միայն ընտրեց, այլ էլ առաքելության ավարտին 22 թվին ինքը անձամբ մեդալով պարգևատրեց։ Կներեք, բայց պարոն Ղազարյան, թվականներում երբ որ Հայաստանը դիմել էր, այդ ժամանակ հապկը լիարժեք գործում էր եւ պատշաճ արձագանք չտվեց։ Հայաստանը այդ ժամանակ հապկին չի դիմել, Հայաստանը դիմել է, կներեք, անվտանգության խորհուրդը հաստատել է, որ 4 հոդվածի համաձայն, որը նախատեսում է երբ որ ադրբեջանցիները բերեցին Հայաստանի հետո Հայաստան եւ հապկի պատմության մեջ Հայաստանը հապկին դիմել է ընդամենը մեկ անգամ, դա եղել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այդ ժամանակ հապկը նախագահող երկիրն էր Հայաստանը։
Այսինքն Հայաստանը, որ դիմել էր ՀԱՊԿ-ին, դիմել էր նախագահող Նիկոլ Փաշինյանին։ Ինքն էր նախագահում այդ ժամանակ։ Բանա տարբեր պետություններից կազմված միջազգային կազմակերպություն է, որը տվյալ պահին ունի նախագահող պետություն, եւ նախագահող պետությունն էր Հայաստան։ Իդեպ այդ նույն տարում 2022 թվականի հունվարին ՀԱՊԿ-ում եղել է մեկ այլ դիմում Ղազախստանի կողմից, որը նախագահող երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանը շատ արդյունավետ անցել է իր պարտականությունների կատարմանը, նախագահել է ամբողջ գիշեր ՀԱՊԿ-ի հեռավար Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որի արդյունքում զոհեր են ուղարկվել ՀԱՊԿ-ի անդամ երկրներից Ղազախստան, այդ թվում Հայաստանից, Ղազախստանը բացի թվերից մեկի անվտանգություն ապահովելու Դա հասկացա, բայց կխնդրեմ անդրադառնալ նաև այս իրավիճակին, երբ որ Հայաստանից ակնկալում են պարտավորությունների կատարում, երբ Հայաստանն է դժգոհ ՀԱՊԿ-ի կոնկրետ լիազորությունների շրջանակում գործելու այդ հեռանկարից։ Այսինքն դուք հիմա կարծում եք, որ Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները որպես ՀԱՊԿ անդամ, դե յուրե անդամ, թե կարծում եք, որ պետք է դուրս գալու որոշում կայացնել, որպես ընդդիմություն։ ՀԱՊԿ-ին դիմելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հրավիրվել է իր դիմումից անմիջապես հետո Հավաքական անվտանգության խորհրդի հեռավար նիստ, որը ինքն է նախագահ է։ Եվ ինքը գոհունակություն էր հայտնել այդ նիստում, չեք Փաշինյանի գործողությունների վրա իջեցի ցավում։ Չէ, պարոն Ղազարյան, ուղղակի հարցնում ենք բանը նա գոհունակություն էր հայտնի Հավաքական անվտանգության խորհրդի նիստից, որից անմիջապես հետո հաջորդ օրը Հայաստանը ժամանել Հավաքական անվտանգության խորհրդի զինված ուժերի շտաբի ղեկավարը իսկ սեպտեմբերի 19-ին Հայաստանը ժամանել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար։ Նպատակը եղել է այն, որ գնահատվի Հայաստանի կարողությունները, պահանջները, որ ըստ այդմ մշակվի առաջարկությունների փաթեթ Հայաստանին օգնություն տրամադրելու համար։ Ստանիսլավ Զասին Հայաստանում ամենաբարձր պաշտոնյան, որ ընդունել է, եղել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, պաշտպանության նախարարը չի ընդունել, արտաքին գործերի նախարարը չի ընդունել, վարչապետը չի ընդունել։ Պատերազմից հետո։ Այո, սեպտեմբերի 19-ի Ստանիսլավ Զասի այցից հետո։ Վերադառնանք նաև իմ հարցին, խնդրում եմ։ Ասում եմ, ու մեկ էլ ընդունել է Ջերմուկի քաղաքապետը։ Ստանիսլավ Զասը այցելել էր Ջերմուկ, որպեսզի տեղում տենար, թե այնտեղ ինչա տեղի ունեցել։ Այդ մակարդակի հանդիպումներ են կազմակերպել։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը Ստանիսլավ Զասին Հայաստանում չի ընդունում, ինքը նախագահ երկրի ղեկավարն է, գլխավոր քարտուղարն եկել է, որ կարիքներն ուսումնասիրի։ Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում զոհված ծառայողների ծնողների նկատմամբ բռնություն գործադրելուց հետո գնում է ՄԱԿ, մասնակցում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին եւ այնտեղ հանդիպում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին։ Հետո գալիս է ասում է ես Ահա, ուզում եք ասել ՀԱՊԿ-ը հիմա ինչ անում է, դա արձագանք է Հայաստանի արարածներին։ Ես հիմա ձեզ փաստերով ամսաթվով գնահատականն էլ եմ ասում, Հայաստանը որպես ՀԱՊԿ-ի անդամ եւ նախագահող երկիր, այդ երկրի ղեկավարը ինչ գործողություն։ Ի վերջո այդ իմ ասացից հետո ՀԱՊԿ-ը մշակել է Հայաստանին օգնություն տրամադրելու պատեհ, որը ուներ 3 բաղադրիչ՝ դիվանագիտական աջակցություն, ռազմատեխնիկական աջակցություն եւ դիտորդական առաքելություն։ Մեր սահմանները, պարոն Ղազարյան, առաքելությունները ՀԱՊԿ-ը նաև Հայաստանում է, չէ՞։ Այսինքն ՀԱՊԿ-ը ո՞նց պիտի ճանաչի Հայաստանի սահմանները, եթե Հայաստանը ինքը պիտի իմանա, չէ՞ իր սահմանը։ Հիմա ենթադրենք Ուկրաինայի եւ Բելարուսի մեջ ակնհայտ որոշակի լարվածություն կա սահմանակից պետությունները։ Հիմա եթե Ուկրաինան հարձակվի Բելարուսի վրա կամ ռազմական վեճ ունի, Բելարուսը իրավունք ունի դիմի ՀԱՊԿ-ին, ճիշտ է։ Հիմա ՀԱՊԿ-ին օգնություն տրամադրելու համար Լուկաշենկոն Փաշինյանից պիտի հասնի, թե իր երկրի սահմանները որտեղ են։ Այսինքն Հայաստանը չէր նշել, որ նա իր սահմանը, դրա համար ՀԱՊԿ-ը դժվարանում էր։ Այդ ինքը այդ որ ասում եք, իսկ ՀԱՊԿ-ը նաև Հայաստանն է անդամագրվել կասեք։ Այո, անկախության դրճակը։ Չէ, բայց ինչ սահմաններով։ ՀԱՊԿ-ի կանոնադրության նախաբանը որ նայեք ասում է անկախ պետությունները, որոնք գործում են իրենց հռչակագրերով, ստեղծում են այս կազմակերպությունը։ Պարոն Ղազարյան, կներեք, էլի պարոն Ղազարյան, խնդրում եմ։ Այո, դրա համար պետք է Կանոնադրնակ, դուք փաստերը շարադրեցիք։ Իմ հարցին չպատասխանեցիք։ կպատասխանեմ։ Դուք փաստերը Ստացի կպատասխանեմ։ Ձեր հարցը որոշակություն չունի, դրա համար Իմ հարցը շատ որոշակի է։ Հիմա դուք ասում եք ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի սահմանները, Հայաստանը գիտի սահմանները։
Հապկը, այլ Հայաստանն է։ Հապկը Հայաստանը անդամագրվել հապկի։ Դուք տվեցիք պատասխան։ Հիմա ես ասում եմ, անկախության հռչակագրի համար, որպեսզի գան այն սահմաններով, որ սահմաններով անդամագրվել են հապկի, եւ այդ սահմանների հետ կապված, խախտման հետ կապած, այդ սահմանների նկատմամբ ագրեսիայի հետ կապած, Դիմումի վերև եւ տեղակայել այն սահմանը։ Այո, հիմա դրա համար գլխավոր շտաբի պետը հապկի եկել էր Հայաստան, որպեսզի Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը Հայաստանը սկի չգիտեր իրար։ Իմ տպավորությամբ նվազ տեղեկացվածությամբ ինձ հետ ուղղակի վիճում եք։ Ձեր տեղեկացված խնդրում եմ մի քիչ ծանոթացեք հապկի գործունեության, հետո մենք Բաղազյան դուք փաստերը շարադրեցիք, ես կուզեմ նաև այս փուլին անդրադառնանք։ Հիմա փաստացի ասում են, եթե անդամավճարները չկատարեք որպես պարտավորություն, ձայն իրավունքից կզրկվի Հայաստանը, հետո նաև հնարավոր է այդ հեռացնեն այդ ընթացակարգը ապուկա։ Հիմա դուք ինչ եք կարծում, ինչ պետք է արվի այս փուլում։ Այս բանն այն անդամավճարը չի։ Հայաստանը անդամավճարները չի վճարում, Հայաստանը հապկի զորավարություններին չի մասնակցում, Հայաստանը չի հյուրընկալում պլանավոր նախատեսված զորավարությունները Հայաստանում, Հայաստանը հետ է կանչել իր դեսպանին հապկից, Հայաստանը հրաժարվել է գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ Այսինքն եւ հայտարարում են, որ իրանք սառեցրել են հարաբերությունները այդ կազմակերպության հետ մի ռեժիմ, որը հապկի կանոնադրությունը չի նախատեսում։ Այսինքն կազմակերպությանը անդամ երկիրը դրել է անհասկանալի իրավիճակի մեջ։ Հիմա այդ իրավիճակում կազմակերպությունը ինքն է քննարկում որոշ նույնիսկ համարձակություն, եթե ասենք դժգոհ են հապկից, չէ, ասենք ասում են սահմանները չեք ճանաչում, հարց առաջ, բայց չի դուրս չեք գալի։ Հիմա ներկայացեք, ասեք մենք չենք ուզում այս կազմակերպությունը։ Ոչ էլ էդ են անում, այսինքն անհասկանալի իրավիճակ է ստեղծում, ճգնաժամ է ստեղծում։ Եթե վարչապետը որ դա հարցեք, ինչի չեն դուրս գալի։ Ես չունեմ իրան։ Ես ասեցի, որ այդ կազմակերպությունը եւ առասարակ գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում Հայաստանը ստեղծում է անտեղի խնդիրներ։ Այդ թվում եւ հապկի թեման եթե ավարտվեց մեկ այլ թեմայով հարց կուզեի տալ։ Պարոն Ղազարյան, անվտանգության խորհրդի նորանշանակ նախագահ Ալեն Սիմոնյանը Facebook-յան գրառմամբ անդրադարձել ազգային ժողովի դիմադիրներին, մեջբերեմ ազգային ժողովի դիմադիր կարծել եմ հաշվանը նկատեցեք, հա։ Ինչ կարծիք ունեք, որ ես կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը Հայաստանի անվտանգության սպառնալիք է։ ինչով Իր գործունեությամբ, իր կարգավիճակով։ Իսկ երբ որ ինքը սպառնում է, ասում է ամեն անգամ նման բաներից հետո տրորելու են ոչ միայն իրենց, այլ կարծացեք, երեք չինքը գերել է, դուք դրանց կարդում եք։ Պետք է, ինչպես ասում է ԲՏԱ նախարարի տեղակալը, իգնոր անել։ Բաղազյան մի հարցել էլի։ Շնորհակալություն։